Ընդունում եք ձեզ առաջադրած մեղադրանքը, ինչու՞։ Իսկ մեղքի զգացում, պարոն Ալեքսանյան, պետք է հարցուղեմ։ Մեղքի զգացում չկա, միայն Արաբկիրի նախկին թաղապետն է կալանքի տակ ու փաստացի բոլոր այն անձիկ, ովքեր կաշառք են տվել, փող են տվել եւ այլն, իրենք այսօր ազատության մեջ են, պարոն Ալեքսանյան։ Դուք Ես այդ առումով պարզաբան եմ, էլի։ Ես ուզում եմ պարոն Հարությունյանը մի հատ պարզաբանի, Դուք խոսեք, դուք ասեք, ձեր մեղքի զգացումի մասին եմ ես ուզում խոսել։ Մեղքի զգացում չկա։ Մեղքի զգացում այնքանով չկա, պարոն Հարությունյանը ի սկզբանե եղել է անազատության մեջ, հիմա էլ է անազատության մեջ, հետեւաբար եթե նույնացնում ենք այդ հարցը այդ տիրույթում, մեղքի զգացում չի կարա լինի։ Պարոն Հարությունյանը 2 ամիս եղել է կալանքի տակ, այնուհետև արդեն 6-րդ ամիսն է, եթե ոչ ավել, գտնում է տնային կալանքի տակ։ Հետեւաբար մենք ունենք եւս անազատության ռեժիմ։ Հետեւաբար այդ մասով մեղքի զգացում նույնիսկ տրամաբանական չի։ Պարոն Հարությունյան, լավ, դատարանից ինչ սպասելիքներ ունեք ձեր հարցը, այսպես ուղղակի։ Անորոշ է այդ հարցը։ Այդ հարցը անորոշ։ Ինչու հենց դուք փորձեք հասկանալ, ինչու հենց դուք իրավապահների թիրախում հայտնվեցիք։ Մի նայեք, պարոն Ալեքսանյան, ես ուզում եմ հարցեր այդ հարցը երևի իրավապահներին պետք է տան։ Այդ հարցերը իրանց։ Վերահաստատում չգիտեմ Ժորժանց տեսը։ Հաջողություն։ Ուր ես։ Երկու